Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եվ ես էլի հիշում եմ բազմաթիվ դրվագներ վերջին տարիներին գիտության ոլորտի հետ մեր առնչությունների։ Ես հիշում եմ, թե ինչպիսի երկար տանջանքների եւ տառապանքների արդյունքում հնարավոր եղավ, որ ֆիզիկա ինստիտուտում այդ իզոտոպերի արտադրությունը տեղի ունենա, որը առողջապահության ոլորտում այսօր օգտագործվում է եւ ակնհայտորեն դրա օգտագործումը ավելի կընդլայնվի մանավանդ առողջության ապահովագրության համակարգի ներդրման պայմաններով եւ այստեղ շղթայական մենք process ունենք մի կողմից մեր գիտական հաստատությունում լրացուցիչ ֆինանսական միջոցներ են մտնում մյուս կողմից մեր առողջապահության համակարգը ստիպված չի լինում գումարները երկրից դուրս անել, որովհետև նախկինում դա արտահանվում էր, ընդ որում ես ինչքան ինձ հասցրել են ասել, այդ իզոտոպները շատ կարճ կյանք ունեն եւ իրենց արտադրության եւ օգտագործման ժամանակահատվածը շատ կարճ է եւ նաեւ մյուս կողմից մենք մասնավորապես ներողություն քաղցկեղային, ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ հետեւաբար կանխարգելման գործիքներ ենք ստանում, որը իր հերթին մեր մարդկային ռեսուրսը, եթե տնտեսական տերմինով արտահայտվենք, ավելի աշխատունակ, գործունակ եւ կենսունակ է դարձնում, ինչը իր հերթին բերում է տնտեսական էական օգուտներ։ Եվ այս առումով ուզում եմ ասել, որ նաեւ մեր պատկերացումն է, որ գիտությունը եւ գիտական հանրությունը քաղաքականությունների մշակմանը մասնակցության ավելի մեծ ծավալ եւ ներկայություն պետք է ունենա, բայց նաեւ շատ դեպքերում այդպես է նույնիսկ այն պայմաններում, երբ որ իրենք գիտնականները դրա մասին չգիտեն։ Ես վերջին շրջանում առիթ եմ ունեցել ասելու, որ վերջին տարիների մեր քաղաքականությունները մասնավորապես ուղիղ կապ են ունեցել նաև մեր պատմության ընթերցման եւ վերընթերցման հետ։ Եվ իհարկե նաև ես ինքս երբեմն սկզբնական շրջանում որոշակի այդ 20, 21, 22 թվականներին որոշակի ինքս իմ մեջ բանավեճեր էի ունենում մեր պատմագիտական հանրության հետ, բայց մյուս կողմից մի X պահի ես արձանագրեցի մի շատ կարևոր բան, որ մասնավորապես Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գործերում, պատմության հատորյակներում շատ բարեխղճորեն, բարձր մակարդակի բարեխղճությամբ արձանագրված են փաստերը եւ երբեմն կան հետևություններ, որոնց հետ կարելի է համաձայնվել, երբեմն կան հետևություններ, որոնց հետ կարելի է եւ չհամաձայնվել, բայց արձանագրումը ուրիշ է։ Պատմությունից հետևություն անելը դա քաղաքական գործիչների խնդիրն է։ Եվ իրականում մենք երբեմն այդտեղ ենք սխալ մոտեցումներ ցուցաբերում, ոչ միայն պատմության շարադրումը եւ մատուցումը արտապատվիրակելով պատմաբաններին, այլև հետևություններ անելը, որը հենց գիտությունը դնում է ոչ այնքան ճիշտ դիրքում, որովհետև պատմությունից հետևություն անելը առաջին հերթին քաղաքական խնդիր է, առաջին հերթին եւ դա քաղաքական գործիչների, քաղաքական առաջնորդության խնդիրներն է, եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ վերջին տարիների մեր երբեմն վիճահարույց քաղաքականությունները բխում են ուղիղ մեր պատմության ուսումնասիրությունից, ընթերցումից եւ վերընթերցումից եւ երբեմն եւ նույնիսկ կարող եմ երբեմն ուղիղ նշումները ցույց տալ, թե որ սա ասում եմ անդրադառնալով այն հայտնի խոսույթից, թե պատմությունից պետքա դասեր քաղել։ Ես նույնիսկ կարող եմ իմ կարդացած հատորյակների մեջ գույներով, մարկերներով ընդգծված հատվածները ներկայացնելով ասել, թե որ հատվածը հատկապես ինչ հետևությունների եւ ինչ քաղաքական որոշումների հիմքում է կանգնած։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ այո, մենք խոսում ենք պետության զարգացման մասին, որովհետև գիտության զարգացումը ինձ համար եւ մեր կառավարության համար առանձին վերցրած ոլորտ չէ եւ կներեք հազար ներողություն, գիտության զարգացումը ինքնին առանձին վերցրած իմաստ չունի, այսինքն գիտությունը զարգանա որ ինչ, որովհետև գիտության զարգացումը մեզ համար պետության զարգացում է։ Մենք այսօր պատմամշակութային հուշարձանների վերականգնման
պեղումների վրա էլի ահռելի միջոցներ ենք ծախսում եւ նաեւ գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումները մի տողով վերաբերվում են նաեւ հնեաբանությանը, հուշարձանների պահպանությանը, բայց ես ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր է մեր ինքնության համար։ Մենք ինքներս մեր ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու, ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու տրամաբանությամբ, բայց ելի ուզում եմ վերադառնալ տնտեսությանը, որովհետև ամեն մի ներդրում այդպիսի պատմամշակութային հուշարձանի վրա ինքը զբոսաշրջիկների հոսքեր է ավելացնում դեպի Հայաստանի Հանրապետությունը, որը իր հերթին ավելացնում է պետական եկամուտները եւ մասնավոր հատվածի եկամուտները, որը իր հերթին մեզ հնարավորություն է տալիս ավելի մեծ ֆինանսավորում ուղղել դեպի գիտություն եւ սա մի շրջանաձև process է եւ կարծում եմ նաեւ այս ոլորտային մեր մոտ տեղայնությունը ինչպես հայտնի է բոլորս ենք դրա հետ առնչվում շատ է տարածված եւ մարզային, եւ գյուղային, եւ թաղային, եւ ոլորտային տեղայնություն։ Ինձ թվում է հիմա մեր մեծագույն խնդիրներից մեկը այդ բոլոր տեղայնացված ոլորտները առնվազն կամրջելն է, որպես մենք հասկանանք, որ գործ ունենք շրջափուլի հետ, որտեղ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի առանձին վերցրած թաղ, գոյություն չունի առանձին վերցրած գյուղ, առանձին վերցրած համայնք եւ նաեւ դրա համար մենք ճանապարհների հիմնանորոգումը եւ կառուցումը վերականգնումը շատ են կարեւորում, որովհետեւ այդ առանձնացումը երբեմն ենթակառուցվածքային բացակայություններին մարդկանց անուղղակի արձագանքն է եւ գուցե այդպես է նաեւ ոլորտների դեպքում, բայց մենք չենք պատկերացնում առանձին վերցրած գիտության ոլորտ, ել չեմ ասում գիտության մեջ առանձին վերցրած ոլորտներ եւ շատ կարեւոր է որ մենք մեր ոլորտները, մեր երկիրը համախմբենք մեկ նպատակի շուրջ։ Եվ այդ նպատակը Հայաստանի Հանրապետությունն է, մեր պետության զարգացումը, բայց պետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, կիսվելու մեր պատկերացումներով մի կողմից եւ նպատակ է եւ միջոց։ Նպատակ է հենց ինքը իր գոյության փաստով միջոց է, որովհետեւ պետությունը միակ գործիքն է, որը մեզ համար կապահովի լավագույն պայմաններ մեր ինքնությունը պահպանելու, զարգացնելու, մեր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը ապահովելու համար։ Բայց նաեւ ես էլի ամփոփելով ուզում եմ ասել, որ պարոն Սաղյանը այդ թեմային անդրադարձավ, որ մենք խոսում ենք, որ ոչ միայն այս պահին մեր ունեցած բացերը լրացնենք, այլ նաեւ որոշակի տեսնենք իսկ որտեղ է, որ մենք կարող ենք ավելի արագ կտրել եւ անցնել այն ժամանակը, որը գուցե թե օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով բաց ենք թողել եւ վերջերս մի քննարկման ժամանակ մասնավորապես գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամում մեր ունեցած քննարկման ժամանակ նաեւ դրանից առաջ որոշակի խորհրդակցություններ ենք ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ մենք եկանք մի եզրակացության, որ հիմա աշխարհում զարգանում է արհեստական բանականությունը, ֆիզիկական նյութին կապելու process-ը, մասնավորապես արհեստական բանականությամբ, այսինքն ինտելեկտուալ ռոբոտների դարաշրջանն է մոտենում, եւ թերևս սա մի ոլորտ է, որտեղ ամբողջ աշխարհում իհարկե լաբորատոր շատ լայնածավալ աշխատանքներ են տեղի ունենում եւ նաեւ հաշվի առնելով արհեստական բանականության ոլորտում մեր երկրում տեղի ունեցող արագընթաց զարգացումները, իսկ որ զարգացումները արագընթաց են, կարծում եմ ակնհայտ է, որովհետեւ շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում կառավարության ֆինանսավորմամբ ստեղծվեց, այսինքն հիմնադրվեց կամ տեղադրվեց սուպեր համակարգիչ եւ նաեւ իմիջայլոց այս պատմությունը հետաքրքիր է գիտական սարքերը օգտագործելու դինամիկայի առումով, որովհետեւ երբ որ սուպեր համակարգչի բացման արարողությանն ենք մասնակցում Երևանի պետական համալսարանում, գիտական խմբի հարգելի ղեկավարը պատմում էր, որ այն ժամանակ, երբ որ կառավարությունում միտք էր առաջացել, որ պետք է սուպեր համակարգիչ ձեռք բերել, գիտության հանրության ներկայացուցիչները իրենք վստահ չէին, թե ինչքանով է խելամիտ պետությանը քաջալերել, որ այդ ահռելի միջոցները ծախսվեն հենց այդ նպատակի համար, որովհետև այն ժամանակ իրենք վստահ չեն եղել,
որ կարող են կոպիտ ասած այդ սուպեր համակարգիչը ծանրաբեռնել, բայց միջև այդ որոշումը կայացվեց եւ սուպեր համակարգիչը եկավ, պարզվեց, որ արդեն իսկ այդ փաստի բերումով այնպիսի կոնսոլիդացիա է տեղի ունեցել այդ գաղափարի շուրջ կամ այնպես է քաջալերել, որ այդ սուպեր համակարգիչը արդեն ամբողջությամբ ծանրաբեռնված է կամ խոստանում են արդեն իսկ ծանրաբեռնված է, ամբողջությամբ ծանրաբեռնված է եւ ուրիշ հետաքրքիր բան տեղի ունեցավ եւ այս փաստը իմանալու ժամանակ, երբ որ մենք մտածում ենք, որ լավ, երբ որ այս սուպեր համակարգիչ տեղադրեցինք եւ պարզվում է, որ ինքը արդեն բավարար չէ, պարզվում է, որ ինքը բավարար չէ, ներողություն եմ։ Մենք ուրեմն պետք է մտածենք հաջորդ սուպեր համակարգիչը պետական բյուջեի միջոցներով գնելու մասին, այդ ընթացքում էլ ուրիշ զարգացում տեղի ունեցավ։ Պարզվեց, որ մասնավոր հատվածը ինչ որ հանգամանքների բերումով արձագանքել է եւ մենք այսօր Գագարինում արդեն բացվել է կամ շուտով կբացվի հաջորդ հզոր սուպեր համակարգչային կենտրոնը եւ Firebird-ի ծրագրի մասին էլ արդեն հույս ունեմ եւ համոզված եմ բոլորդ գիտեք, որը տարածաշրջանի մակարդակով մեծագույն ներդրումային ծրագիրն է։ Ես նկատի ունեմ, որ երբեմն ընդհանրապես զարգացումը եւ զարգացումները մեր տրամաբանությամբ գծային չեն եւ նաեւ վերջին տարիներին մենք ընդ որում 2018 թվականից Հայաստանի Հանրապետությունը ավելի մեծ տնտեսական աճ է արձանագրել, իհարկե COVID-ի պատերազմի տարին 2020 թվականի ակնհայտ գլոբալ ռեցեսիան նկատի չեմ ունենում, մնացած բոլոր տարիներին Հայաստանը ավելի բարձր տնտեսական աճ է արձանագրել, քան ի սկզբանե կանխատեսվում էր եւ տեղական եւ միջազգային փորձագետների կողմից։ Ես շատ եմ մտածում դրա մասին, իսկ ի՞նչն է սրա պատճառը։ Իսկ իմ կարծիքով դրա պատճառն այն է, որ կառավարությունը իր որոշումներում գծային չի եղել։ Մենք փորձել ենք լինել ասիմետրիկ եւ նաեւ գիտության ֆինանսավորման իմիջիալոց այս փոփոխության պատմությունն էլ շատ հետաքրքիր է, երբ որ կառավարության հերթական քննարկումներից մեկի ժամանակ, երբ որ խոսք էր գնում գիտության ֆինանսավորման մասին, ավելացնելու մասին, ես շատ կոնկրետ հարց բարձրացրեցի, այդ ժամանակ այնպես էր, որ մենք պետական բյուջեում լրացուցիչ հավաքագրումներ ունեինք եւ ես թիվը իհարկե կարող է սխալվեմ, ես խնդիր դրեցի, ասացի, որ հենց հիմա մենք որոշում ենք 4 միլիարդ լրացուցիչ ֆինանսավորում ենք ապահովում, գուցե 4 միլիարդ է ասում այն ժամանակ։ Հա թիվը էական չի, X թիվ, 4 միլիարդ կամ 5 միլիարդ լրացուցիչ հենց հիմա ֆինանսավորումը ապահովում են։ Մի խնդրանք ունենք, թող ներկայացնեն ծրագրերը, թե ինչ ծրագրեր են ֆինանսավորվելու, կոնկրետ ինչ է արվելու։ Եվ այդ ժամանակ ներկայացած ծրագրերը մեր առաջարկած ֆինանսավորման մոտավորապես 50%-ի չափով էին, որովհետև հենց այդ նույն խնդիրն էր, այդ ռուտինի մեջ հենց կառավարության առաջարկը առաջին հերթին գիտական հանրության համար էր անսպասելի։ Բայց հիմա եւ սարքերի հոսքը հետ էլ պետք է արձանագրենք, անսպասելի է եղել մարդկանց համար, բայց մենք պետք է եւ այսօրվա հանդիպման, ճիշտն ասած, իմ հիմնական ուղերձը դա է։ Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է։ Մենք ոչ թե գիտությանը աջակցելու քաղաքականություն ենք վարում, այլ գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է։ Հայաստանի Հանրապետության զարգացումը անհնար է առանց գիտության զարգացման, ընդ որում էլի ասում եմ, մեր հաշվարկների համակարգը թե ինչը, որ ներդրումը ինչքան գումար է հետ վերում պետական բյուջե։ Ես ուղիղ ուզում եմ ասել, որ երևի շատ երկրներում է այդպես, բայց մեր երկրում այդ խնդրեմը կա։ Մենք հիմա չենք կարող ասել, չունենք այդպիսի մոդուլ, թե 40 միլիարդ ներդրումը գիտության, ինչքան տնտեսական աճ է բերել Հայաստանի Հանրապետությանը։ Բայց իմ հաշվարկը ինտուիտիվ է։ Եթե ես ասում եմ մենք վերջին տարիներին եւ միջազգային եւ տեղական տեղի հայաստանցի դիտորդների կանխատեսումներից ավելի մեծ տնտեսական աճ են ապահովել։ Ընդ որում այդ տնտեսական աճը ավել է եւ աշխարհի միջինից եւ Եվրասիական տնտեսական միության միջինից։ Ուրեմն այս եթե կարելի ասել ասիմետրիկ գործոնները, այդ գիտությանը լրացուցիչ ֆինանսավորումը ինքը դեր է ունեցել
համախառն ներքին աճի զարգացման մեջ։ Այս դեպքում գուցե բանաձևերը գծային չեն, որ այս ներդրումը բերել է այսքան գումար, բայց ներդրումը բերել է էֆեկտ, ներդրումը բերել է տրամադրություն եւ սուպեր համակարգ չի, ասած իմ պատմություն, իրականում տրամադրության փոփոխություն է, որովհետեւ մարդիկ այդտեղ էին, այդ մարդիկ գուցե թե մտածում էին, հաստատ մտածում էին գիտական գործունեություն շարունակելու մասին, հարցը այն էր, որտեղ պետք է շարունակեն այդ գիտական գործունեությունը, Հայաստանում թե Հայաստանից դուրս, ընդ որում այդ հայրենասիրության հարց չի հարգելի գործընկերներ, որովհետև մենք շատ հաճախ կապում ենք դա հայրենասիրության հարց չի, որովհետև մարդը իր պոտենցիալը պետք է օգտագործել, մենք չենք կարող մարդուն արգելել իր պոտենցիալը օգտագործել։ Եվ հետևաբար եթե Հայաստանում կա սուպեր համակարգիչ, մարդը կարող է իր պոտենցիալը օգտագործել։ Հայաստանում չկա սուպեր համակարգիչ, մարդը չի կարող այս պոտենցիալը Հայաստանում չկիրառել, եւ սա բացարձակապես որևէ կապ չունի հայրենասիրության հետ։ Նույն մարդն է հայրենասիրության նույն մակարդակով, բայց ինչպես ես ընդգծում եմ վերջերս ավելի, իհարկե Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը եւ սա շատ կարեւոր եւ առանցքային գործոն է, բայց մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը պետք է սիրի իր քաղաքացուն բոլոր մասնագիտությունների, այդ թվում գիտական գործունեությամբ զբաղվող եւ այն քաղաքականությունները, որը մենք վարում ենք, մեր սիրո արտահայտությունն է, Հայաստանի Հանրապետության սիրո արտահայտությունն է, Հայաստանի Հանրապետությունում գիտությամբ զբաղվող բոլոր մարդկանց նկատմամբ։ Շնորհակալ եմ։